Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախ օրվա խորհուրդը ցանկանայի նորից ձեր միջոցով մի փոքր լուսաբանել։ Այսօր Գրիգոր Լուսավորչի տեսիլքի համաձայն միածին որդին Աստծո իջավ այս վայրում, մի քիչ դեպի այն կողմ եւ ձերքի իր լուսեղեն զորքի հետ իջավ երկնքից եւ իր ձերքի մուրճով հարվածելով կռապաշտության կենտրոնին, մեհյանին, ոչնչացրեց այն եւ այդ վայրում կառուցվեց մայրաթոռը, որտեղ հիմա մենք ուխտագնացությամբ գնում ենք։ Այսօր, հենց այսօրը համարվում է հայ առաքելական ազգային եկեղեցու ծննդյան օրը։ Այսինքն մեր եկեղեցին որպես ազգային եկեղեցի իր ծննդյան օրը նշում է ֆորմալ առումով այս օրը։ Այս օրվա հետ կապված մենք ունենք նաև մարդ, ով որ իր քրիստոնեական խոսքի, իր եկեղեցասիրական քայլերի արդյունքում հայտնվել է բանտում, Սամվել Կարապետյանի մասին է խոսքը բարերար, երբ Դավիթ Համբարձումյանը իմպիչմենտի վարչապետի թեկնածու նախաձեռնեց այս երթը, այդ ժամանակ դեռ Սամվել Կարապետյանը հալածանքների մեջով չէր անցնում, սա իրար հետ համընկավ այս ամեն ինչը եւ մենք այստեղ ենք պարոն Համբարձումյանի կոչով նաեւ սատարում ենք Սամվել Կարապետյանին իր ձեռնարկած երեք նաև իր տեքստից իմացանք պայքարի ճանապարհին, իր ընտանիքի նաև կողքին ենք, մաղթում ենք համբերություն, կամք եւ պայքարի տոկունություն եւ մեր այսօրվա երթով մենք գնալու ենք նաև այս թվարկածս հարցերի, խնդիրների հետ կապված նաև հայրապետական օժտանքը ստանանք, հայրապետի օժտությունը ստանանք։ Այդ իսկ դուք հիմա այս պահին դեռևս 11-ին պետք է հավաքվեն, դեռևս 10:20 է, մարդիկ ինձ թվում է շատ ավելի մեծ է տեսնում եք։ Պարոն դուք ձեր տեսաուղերձում նշում եք, որ եկեղեցու աջակիցները ավելի շատ են, քան այն մարդիկ, որոնք այսօր թիրախավորում են եկեղեցուն։ Ամեն դեպքում այդ մարդիկ իշխանության են, այդ մարդիկ ամենօրյա ռեժիմով շարունակում են թիրախավորել հայ առաքելական եկեղեցին, ավելի նույնիսկ Իրան-իսրայելական հակամարտությունը չի խանգարում երկրի առաջնորդի պաշտոնում նստած անձին պարբերաբար անդրադառնալ հայ առաքելական եկեղեցու թեմային, որպես Հայաստանի Հանրապետության անվտանգային թիվ 1 մարտահրավեր։ Սրա հանգուցալուծումը ինչպես եք տեսնում, իրենք իշխանության են, իրենք ունեն ռեսուրսներ, ինչ է պատրաստում անել հանրային քաղաքական ընդդիմադիր շրջանը։ Ես վստահ եմ, լիահույս եմ, որ հենց այսօրվա խորհուրդը բեկում է մտցնելու մեր քաղաքական էլիտայի մտածելակերպի մեջ։ Ես վստահ եմ ձեզ ասում, մենք վաղը դրա արդյունքները հենց վաղը, բառից բուն իմաստով վաղը, ոչ թե այսպես անորոշ վաղը, հենց վաղվանից իմ կարծիքով մենք կտեսնենք դրա պտուղները։ Ինչ վերաբերվում է նրանք իշխանություն էլ չեն, նրանք իշխանական լծակներ տիրապետող փոքրիկ խումբ են, ինչպես Սամվել Կարապետյանը ասեց, եւ իրականում նրանք փոքրիկ խումբ են, նրանք մեծամասնություն չեն, նրանք չեն արտահայտում մեծամասնության կարծիքը, եւ կարծում եմ ընդդիմադիր էլիտան, եթե ոչ թե եթե, այլ երբ, որովհետեւ դա պարտադիրն է, երբ միասնական ճակատով հանդես կգա, հավատացնում ձեզ շատ հաշված օրերի խնդիր կլինի նրանց իշխանազրկելը։ Ուղղակի հիմա որոշ թերհավատություններ կա, քաղաքական որոշ ուժերի կողմից, որոշներ ունեն իրենց խմբային միգուցե մոտեցումները, շահերը եւ այլն, այսօր անկեղծ ասած ես ինքս ինձ խոսացել էի որևէ քննադատական խոսք չուղղել դեպի մեր ընդդիմադիրները, վաղը նորից իմ կոշտ խոսույթով հանդես կգամ։ Այսօր եկեք սիրո, համերաշխության, միասնության, սատարումի, օրհնանքի օր մենք ինքներս ամեն մեկս մեր համար հայտարարենք։ Այսօր ես ընդդիմադիր դաշտում չունեմ
որևէ հակառակորդ, որևէ մարդ, որին համարում եմ ինձ թշնամի, այսօր բոլորը իմ եղբայրներն ու քույրերն են, ովքեր եկեղեցու կողքին են։ Վաղը նոր բան կա։ Վերջին շրջանում թիրախավորվում է իշխանության կողմից, մասնավորապես Փաշինյանի կողմից, նաև սրբազանները ինչ ուղերձ է այս երթը նաև ինչ պարունակում։ Եկեղեցին ուժեղանում է հալածանքների մեջ։ Եկեղեցին հզորանում է հալածանքներով անցնելու ժամանակ։ Դա ձեզ վստահեցնում եմ։ Հակառակ դեպքում, սենց ասեմ, քրիստոնեությունը ինքը որպես կրոն բազմաթիվ տարբեր շրջաններ է անցել, նույնիսկ ասենք ինկվիզիցիա էլ է անցել, բայց իր ամենահզորացումը ոչ թե եղել է հզորացման process-ը, ոչ թե եղել է, երբ որ եկեղեցին այսպես դոմինանտ դերում է եղել, այլ եկեղեցին ուժեղացել է հալածանքների մեջ, որտեղ եկեղեցին մենք ենք։ Հալածանքների ժամանակ բոլորս համախմբվում ենք, չէ՞։ Ավելի ուժեղ, իհարկե։ Առաջի օրվանից, երբ որ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը տեղի ունեցավ մեր երկրում 2018 թվականից, առաջի օրվանից կաթողիկոսը գտնվում է այս իշխանությունների թիրախում, եկեղեցիականները գտնվում են այս իշխանությունների թիրախում։ Այդ ամենը մեր աչքի առաջ է եղել, այսինքն հրապարակային եղել, ոչ մի թաքուն բան չի եղել։ Կաթողիկոսը այո թիրախում է, եկեղեցին այո թիրախում է եւ այսօր չի դա, էլի։ Չէ, սրանից առաջ ինչ էր, սրանից առաջ արգելեցին կաթողիկոսին հայրապետական ուղերձով հանդես գալ ամանորին, դրանից առաջ դիվանագիտական անձնագրերը հավաքեցին եպիսկոպոսների ձեռքից, դրանից առաջ վեհափառ անվտանգությունը թույլատրեցին, դրանից առաջ այդ թիրախային այդ բանը նոր հայրապետ, չգիտեմ ինչ բան այդ շարժումներ, որ հարձակվել էին, այդ նույնիսկ ֆիզիկական ներգործություն ունեցան վեհափառի նկատմամբ։ Այս վերջ չունի։ Դրանից առաջ 2019 թվականին հայտարարում էր, որ կզցնելու է ծունկի է բերելու այն հոգևորականին, որ իր դեմ կհելնի է։ Միացյալ Նահանգներում իր ելույթը նայեք։ Այս անդադ եղել է, այսինքն այդ ամեն ինչը մի օր չի եղել, այսօր չի եղել։ Այս ամենը իդեպ շարունակվելու է միշտ, քանի նրանք իշխանություն են։ Վերադառնալով ձեր ձևակերպումներին, սիրով մոտենալ ամեն ինչին այսօր, դուք պատրաստվում եք սիրով մոտենալ ԿՊԱ-ական падգամավորներին առանձին եւ սիրով իրենց համոզել, որպեսզի միանան ձեր շարժմանը։ Ես դա սիրով եմ անելու։ Իհարկե, այդ գիտեք ինչ, ես քանի չունեմ նրանց, քանի մենք չունենք ԿՊԱ-ական падգամավորների հստակ դիրքորոշումները, ես չգիտեմ այդ մարդը գերի է, այնտեղ թե հանցակից է։ Ես կմոտենամ այդ մարդուն, կանխավարկած ունենալով շատ քաղաքավարի շատ բան, երբ որ հասնենք, երբ որ ընդդիմադիրների դիմադրության պատը հաղթահարենք, արդեն անցնենք ԿՊԱ-ականների այդ աշխատանքի, բնականաբար մարդուն առաջի անգամ որ կանխավարկածով ենք մոտենում ենք, ես անձամբ մոտենում եմ այն կանխավարկածով, որ Նիկոլ Փաշինյանը այդ մարդկանց գերի է վերցրել, այդ մարդիկ գնալու տեղ չունեն, այլ ընտրանք չունեն, ստիպված սահմանադրություն են խախտում եւ դարձել են Նիկոլ Փաշինյանի հանցակիցը։ Երբ որ մենք ճանապարհը ցույց կտանք նրանց, ճանապարհը այդ ամեն ինչից հրաժարվելու, ապաշխարելու եւ նորմալ հանրային դաշտ վերադառնալու, նրանք ընտրություն կունենան, կամ կդառնան նորմալ հասարակությանը պիտանի մարդ, կամ պատմության մեջ կմնան անհատապես, կմնան Նիկոլ Փաշինյանի հանցակիցներ։ Այսինքն առաջին քայլը ընդդիմության դիմադրությունը հաղթահարելն անելելու։ Այո, մենք այդ փուլում ենք գտնվում հիմա, դեռևս իմպիչմենտի գործընթացի տակ 6 ստորագրություն կա ընդդիմադիր, ես հույսով եմ, որ մոտորերս այդ ստորագրությունների քանակը էականորեն կփոխվի, դրանից հետո նոր իհարկե բոլորով միասին, այսինքն նաև միացած ստորագրությունների տերերի հետ միասին, պատգամում կգնանք շատ բանով նորմալ քաղաքավարի քաղաքակիրթ առաջարկ կանենք ԿՊԱ-ական падգամավորներին։ Մինչև այդ առաջարկը չանենք, մինչև նրանց պատասխանը չլսենք, ես կարծում եմ իրավունք չունենք ուղղակի տենց հարցակվենք իրանց վրա, ասենք դուք եք մեղավոր բան ու իրանց պաշտպանական արդարացման այդպես գծի մեջ դնենք, դա իմ կարծիքով արդյունավետ չի լինի։ Իմ կարծիքով ճիշտ կլինի այդ մարդկանց հնարավորություն տանք։ Միգուցե օգտվում են այդ հնարավորությունից։